Շնորհակալ եմ, շատ կարճ, պարոն Միրզոյան, տեխնիկական հարց ավելի շատ, ես կուզեի Ղազախստանի դեսպանատան ճակատագրի մասին ասեիք, որովհետև այնտեղ հողհատկացումը արդեն երկար ժամանակ է եղել եւ Հայաստանի Հանրապետությանը միայն շինարարությունն է մնում իրականացնել, կուզեի իմանալ ինչ փուլում է այդ ծրագիրը։ Շնորհակալություն։ Իրավացի եք, ես նշեցի, պարոն Հակոբյան, մենք ունենք 3 մայրաքաղաքներում հողատարածք, որտեղ պետք է կառուցենք դեսպանություն, այսինքն չկա շենքը կա միայն հողը, եւ նրանցից մեկը Ղազախստանն է, ընդ որում սա վերաբերում է մեր ռազմավարական գործընկերոջը, Ղազախստանը կենտրոնական Ասիայում մեր հիմնական պարտներներից է, մենք ապաշրջափակման եւ տրանսպորտային ուրեմն ենթակառուցվածքների զարգացման ոլորտում կարծում եմ, որ կարող եմ ենթադրել, որ ավելի շատ համագործակցություն կտեսնենք Ղազախստանի հետ, Ղազախստանը մեր գործընկերն է ԵԱՏՄ-ում, հետեւաբար կարևորությունը ակնհայտ է այս երկրի հետ մեր հարաբերությունների։ Այս պահին կարող եմ ասել, որ շինարարություն չի ընթանում եւ 27 թվականի բյուջեի նախագծում էլ այդպիսի բանը նախատեսված չի, բայց սա մի հարց է, որը պետքա չմոռանանք եւ աչքաթող չանենք եւ այն պահից, երբ որ այս հարցի շուրջ ըմբռնում կձևավորենք մեր գործընկերների հետ կառավարությունում, այս հարցը եւս առաջ կգնա։